25 տարվա դադարից հետո առաջին անգամ բեմ բարձրացավ Դիլիջան փողային նվագախումբը, նոր կազմով եւ նոր գործիքավորմամբ։ Նվագախմբի վերադարձը դարձավ առաջին հանրապետություն 108 խորագիրը կրող միջոցառման ամենասպասված եւ խորհրդանշական դրվագներից մեկը։ Մայիսի 28-ին Դիլիջանի ամֆիթատրոնում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը։ Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել էր համայնքի բնակիչներին, հյուրերին եւ արտերկրից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներին, արժևորելու հայկական պետականության պատմական ուղին եւ ազգային ինքնության կարեւորագույն էջերից մեկը։ Տոնը հենց նվիրված է Հայաստանի Հանրապետությանը, մենք հրավիրել ենք մեր քույր քաղաքներից, որ տարբեր պետություններից ունենք քույր քաղաքներ, Սլովակիայից, Պովարսկա-Բիստրիցայի ներկայացուցիչներն են։ Մենք ուզում ենք աշխարհին ցույց տանք, որ մենք պետություն ենք, կայանում ենք, կայացած ենք եւ պիտի կայանանք։ Տոնական միջոցառմանը մասնակցելու նպատակով Դիլիջանում էին գտնվում պատվիրակությունների ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնության Տվեր եւ Պյատիգորսկ քաղաքներից, Մոլդովայից, Սլովակիայից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության դեսպանությունից։ Մենք այստեղ ենք մասնակցելու Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նվիրված այս կարևոր միջոցառմանը։ Պովարսկա-Բիստրիցա եւ Դիլիջան քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը լավ հիմք են նոր համագործակցությունների համար՝ մշակույթի, սպորտի եւ բիզնեսի ոլորտներում։ Վստահ եմ, որ նման հանդիպումները նպաստում են ժողովուրդների փոխադարձ ճանաչողությանն ու վստահության ամրապնդմանը։ Առաջին հանրապետություն 100 միջոցառումը նաև հարգանքի տուրք էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրների հիշատակին ու մշակութային համագործակցության, բարեկամության եւ ազգային արժեքների պահպանման ու փոխանցման կարևոր առիթ։ Մայիսի 28-ը մեր հաղթանակի օրն է, որովհետեւ Սարդարաբադով անցավ այն ինչ որ ունենք եւ առաջին անգամ պատմության մեջ Թուրքիան ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ դա մեզ համար 700 տարի երազանք էր, Բագրատունյաց թագավորությունից հետո մեզ համար դարձավ հանրապետություն, ինքը մենք տուն ունեցանք, որովհետեւ յուրաքանչյուր այլ ժողովուրդ ուզում է իր պետական սահման, իր հայրենիքն, որի վրա ամուր կարող է կանգնել, եւ մեզ համար սա նաեւ մեր անձնագրի, ոնց որ մեր անձնագիր ունեցանք, որ մենք այսինչ երկրի, այսինչ հանրապետության քաղաքացիներն ենք, եւ սա կարեւոր է, որ յուրաքանչյուր հայ հիշի այս տոնը, իր մտքում միշտ բայ, որ սա արյան գնով է, հուսահատված, եղեմ տեսած, նահանջող զինվորականություն, բայց Սարդարաբադում մեծ հաղթանակ տարան եւ հռչակեցին Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ այսպիսի միջոցառումներ մեզ համար ինչու է կարող ոգեշնչել մարդկանց, որովհետեւ չի կարելի վախի մթնոլորտում ապրել, անդադար դու պիտի հիշես ոչ միայն հաջողությունները, սխալները, դրա վրա շտկել, որպեսզի ապագայում այդպիսի դժվարություններ, փորձություններ չունենանք։ Աստված Տոնական համերգով եւ հայրենասիրական շնչով ավարտվեց հանրապետության նորվան նվիրված միջոցառումը։ Դիլիջանում եւս մեկ անգամ արժևորելով հայկական պետականության պատմական ուղին եւ ազգային մշակութային ժառանգությունը։